Լավ տղեն դու չես։ Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունը սկսվում է նախորդ շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց դեպքի Նոր-Նորքի վարչական շենքում արձանագրված հայտնի ծեծկռթուքի վերլուծությամբ։ Բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Ավինյանը հավելեց, ինքը չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել, քանի որ քրեական գործ է հարուցվել։ Այնուամենայնիվ քաղաքապետն առաջարկեց Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին խոսել կատարվածի մասին։ Տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Ըստ Տիգրան Ավինյանի, սադրանքներն իրականացնում են տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով տառապողները։ Քաղաքապետն իր թիմակիցներին անտարբերության կոչ արեց։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Եվ մկան նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներին։ Ավինյանը վստահեցնում է, չի եղել դեպք, որ Երևանի քաղաքապետարանն ընդունի անորակ աշխատանք։ Երևանի քաղաքապետարանը մոտավորապես 100 պրոյեկտ ունի մանկապարտեզների, տարատեսակ պրոյեկտներ, բակերի հիմնանորոգման, այդ 100-ից արդեն մոտավորապես 40-ը ավարտին է հասցրել։ Ու տարբեր փուլերում են այդ պրոյեկտները, այդ 100-ի մեջից այո, մի 4-5 հատը խնդրահարույց են վստահաբար, բայց այդ խնդիրներն է կլուծենք։ Հələ դեպք չի եղել, որ Երևանի քաղաքապետարանը ընդունի աշխատանք, որը որ պատշաճ որակով չի արվել։ Նիստում նկատողություններն ու ներողությունները շարունակվում են։ Ավինյանը դիմում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, որն ի դեպ հայտարարել էր, որ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր ազատման դեպքում Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները վայր կդնեն իրենց լիազորությունները։ Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետև Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում։ Տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից եւ մեկ այլ մեկը ընդունվել աշխատանքի։ Ես հուսով եմ մենք իրար հասկացանք։ Անետա Բաբայանը զեկուցեց, որ Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարայնության 2 հանրակացարաններից 5 ընտանիք հրաժարվում է տեղափոխվել, որովհետև համաձայն չէ իրենց առաջարկվող նոր բնակարանների հետ։ Մեր առաջարկն է եւս մի անգամ փորձել բանակցային եղանակով բնակիչների հետ հարցերը կարգավորել, եթե այլընտրանքի բացակայության դեպքում արդեն մենք էլի գործառույթ իրականացնենք եւ գերակա շահի որոշման նախաձեռնությամբ հանդես կգանք։ Տիգրան Ավինյանը զայրացավ։ Եթե մարդը ուզում է ապրի 4 կարգի վթարային շենքում, որ տանիքը մի օր գլխին պետք է փլվի, ինչ անենք, հում զորով չենք գնալու, քաշ տալով իրան հանենք այնտեղից։ Ու սա Երևանի քաղաքապետարանի որևէ պարտականության, որևէ լիազորության մեջ չի մտնում։ Սա մեր բարի կամքի դրսևորումն է։ Իմ մոտ մեկ տպավորություն է, որ մարդիկ երբ որ լսում են, որ Երևանի քաղաքապետարանը ինչ որ մի ծրագիր է ուզում անի, որ հանի իրենց 4-րդ կարգի վթարային շենքերից, հենց մեկ էլ ասում են՝ «Էտա, կպելա,
եկեք կներեք արտահայտությանս համար քերենք։ Հետո լավ, չենք անում, չենք տալի այդ 5 բնակարաններին։ Շնորհակալություն, չենք տալի։ Ավինյանն արգելեց գերակա շահի որոշման գործընթաց սկսել, հրահանգեց որևէ մեկին թույլ չտալ քանդվող շենքում բնակվել։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։